Բարև ձեզ։ Առնյուս հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք Սուր հարցեր հաղորդաշարը։ Այսօրվա մեր հյուրն է Լոս Անջելեսից Երևան տեղափոխված, Լոս Անջելեսում հայտնի հաղորդավար Ստեփան Փարթամյանը։ Բարև ձեզ, պարոն Փարթամյան։ Բարև ձեզ։ Պարոն Փարթամյան, ես ինչքան գիտեմ, դուք ընդմիշտ եք տեղափոխվել Հայաստան։ Ինչու՞։ Սովորական գերց հայ չեմ ուզել լալ։ Ընդհանրապես այդ կեղծավորության, հայկական կեղծավորության մասին ձեր ելույթներում բազմիցս անդրադարձել եք, կներկայացնեք, թե ինչ նկատի ունեք։ Մենք հայերս ընդհանրապես սիրում ենք մի բան ասել եւ ուրիշ բան կատարել։ Սա մեր ճակատագրին գրված բան է։ Միշտ ամեն ժամանակ խոսում ենք մեծ, բայց կատարում ենք շատ փոքր բաներ։ Իսկ այսօր Հայաստանի անկախացումից 20 տարի հետ սփյուռքահայը այդ որ ամեն անգամ բայկարում է հանուն հայ ժողովրդի իրավունքի, հանուն ցեղասպանության ճանաչման եւ այլն, գերձավորություն է ինքը սփյուռքի մեջ ապրի եւ Հայաստան չհաստատվի։ Ուրեմն 11 տարի ծրագիր վարել է այդ եւ քակատնագետը հասցնելու այդ նյութերուն ես չէի գտնար չանել անինչ որ ես կարոզում եմ։ Եվ չեմ գադարած քանի որ կարոզում էի, այլ ճշմարիտ ճանապարհը այս մեկն է։ Եթե երկրակունթի վրա մարդիկ ապրում են եւ ամեն մեկը իր սեփական երջանկության համար մի ճանապարհ է ընտրած, ինձ համար ճշմարիտ եւ այդ հաջույքի ճանապարհը դեպի հավիտենականության Հայաստանն էր։ Եվ չէի գնալ Լոս Անջելես շարունակել մնալ։ Այսինքն դուք սկզբունքորեն չեք ընդունում սփյուռքի գոյությունը։ Ես 11 տարի առաջ իմ ծրագրի մեջ առաջին անգամ որ ծրագիր ունեցա, ասեցի հայի դքիդության պատճառով մենք դարձած ենք Հայաստանի գոյությունը մեզ համար անհրաժեշտություն դարձած ենք, բայց եթե հայը խելացի է լա, աշխարհի ո՞ր մեկ անգյունը, որ արդեն հաստատված են, եւ փաստը կմնա փաստ, որ այս 6 միլիոն ժողովուրդը Հայաստանի հետ չի վերադառնա։ Ուրեմն կարելի է սփյուռքը ինքը այդպես զորավոր Հայաստանը ստեղծել, որ պետքություն չունի Հայաստանին։ Այդ ժամանակ, ինչպես որ իմ ծրագրերից մեջ միշտ եւ որ խաղապարը կներկայացեմ, մարդիկ սկացողական կմոդենան եւ ոչ թե դրամապանական, շատ մեծ հարց ելավ, որ Ստեփան ինչու Հայաստանին կվարգա փեգե։ Եվ դարիներ հետո ասեցի որ չէ, պետք է ամենայն Հայաստան փոխադրվին, քանի որ իմ խաղերս է իմ ծրագրի ընթացքին, այդ նույն մարդիկը որ ինձ այվանեցին Թավաջան, հայ ասկի թշնամին, նույն մարդիկ իրենք էին ինձ զանգարող ասել որ Հայաստանը ապրելու երկիր է, որ կփոխադրվի այդտեղ։ Ուրեմն, եթե ուղեղնից օգտագործենք, սփյուռքի կարողությունը Հայաստանի շատ ավելի զորավոր է։ Բայց քանի որ հայը երբեք իր ուղեղը չի օգտագործած է սկացումները, եւ այժմ նույնիսկ հիմա ով որ մեզի գիտի վարգանական մի չեղանանա որ ինչու սկացում չենք մենք դրամապանություն գորեն, ադոր համար ուրեմն ենթակա բիդելած Հայաստանին։ Հիմա ադիգա ասել չէ որ Չափանիշը Հայաստանն է, ոչ, սփյուռքի մեջ շատ ավելի նպաստավոր գործեր դեսած ենք հայերս հայկականության եւ Հայաստանի համար, ադիգա չենք կնաժեղտել, բայց եթե պիտի կարոզենք որ ցեղասպանություն եղած եւ մեզի մեր հողերեն դուրս դրած են եւ այսօր ամբողջ աշխարհը թող ճանաչի, ամենաառաջին գործը որ հայը պետք է կատարի սփյուռքի մեջ, որ ինքը պետք է Հայաստանը ճանաչի եւ ադիգա երկքաղաքացի դառնալն է։ Իսկ եթե երկքաղաքացի չես դարձած իբր սփյուռքահայ, իզուր է ապրի 24-ին ցույցերուտ մասնակցել։ Այսինքն դուք երկքաղաքացի եք հիմա։ Ես թիմելու եմ այստեղ։ Այսինքն եկած եմ եւ թիմելու եմ հիմա փորձում եմ։ Իհարկե մարդիկ ասում են ավելի լավ է Լոս Անջելես թիմես, աստեղ շատ ավելի թղթապանությունները, բանը ուրիշներն ասում են որ չէ հեշտացուցած են աստեղ, ուրեմն ուզում եմ այդ դժվարությունը կամ հեշտությունը անցկացնել այստեղ։ Ընդհանրապես հայ ժողովուրդը միշտ էլ արտագաղթել է երկրից, միշտ էլ հեռացել է եւ դարերի ընթացքում տեսնում ենք որ միշտ էլ գնացածները, այսպես եւ Բագրատունյաց Հայաստանից գնացածները եւ գուցե նաեւ ավելի վաղ շրջաններից ընթացքում ձուլվել են այդ ուրեմն համայնքներին, բայց այսօր կարծես այնպիսի իրավիճակ է ստեղծվել սփյուռքը այնպիսի ուրեմն ներկա տեխնոլոգիաների շնորհիվ այնպիսի ուրեմն համակարգ է ձևավորվել, որ կարծես թե զուլումը դանդաղեցված է։ Չէ, ես կասեմ ավելի արագացած է ցուլումը, քանի որ հայը ինքը հետամնաց խաղապարի մեջ է։ Մենք դեռ ավազի վրա այփենքի ենք ուզում սովորել, եւ որ երկրակունթի վրա այսօր 2 տարեկան երեխան ոյ մեկ հերադեսիլի ծրագիր դիտելով այդ երկի լեզուն կսովորի առանց համասարան, առանց դպրոց եւ տալու։ Մեր դժբախտությունը անիգա է որ մենք հայերս մեր բամության մեջ մենք միշտ արևելք եւ արևմուտք նայած ենք, առանց անդրադառնալու որ մենք կետրոնն ենք։ Մինչև այսօր Երևանի մեջ ճանապարհին որ կարևն է մարդիկ
ճանաչում են ինձ, ասում են դուք հաղորդավարը չեք Լոս Անջելես, ասում եմ այո, ասում են ինչ ես կա, ասում եմ Հայաստան եմ հաստատված, ասում են գիժի մեկն ես, ասում եմ նորություն չէ, 11 տարի մարդիկ ասում են որ ես գիժ եմ, բայց նորեն հայը այսօր թեկուզ Հայաստանի մեջ արևելք եւ արևմուտք է նայում, առանց անդրադառնալու որ հայկականության գետրոնը այստեղ է։ Ինչու պարոն Փարթամյան։ Ինչու այստեղ է։ Վախերից է, չէ։ Ինչու է նայում։ Ինչու չի ինքը իրեն չի տեսնում։ Վախենում է։ Գիտեք, դժբախտությունները այդպեսին են, որ մենք այդ կեղծավորության գետից հետ պիտի կամ։ Հայաստան ես քո ցավը դանեմ, բայց երբամ քիչ մը դուրս ապրեմ, ցանկս տեսնեմ, վայելեմ, ասում են Եվրոպա ավելի շատ գեղեցիկ է, բայց միշտ կոմենա գենում ենք եւ ադասանում ենք աշխարհն անցիր, Արարատի նման սիրուն քաղաք չկա, չէ՞։ Կամ այդ մեկը Ջերմակ, կամ Երևանի նման սիրուն քաղաք չի։ Երկրակունքի վրա լիքը Երևանի նման քաղաքներ կան, ավելի սիրունները կան, ավելի վատերը կան։ Բայց ինչպես որ դու ծնած ես մի մորմի, որ չես կնար ժխտել իրեն քոյությունը քո կյանքի մեջ։ Ինչ ունենք որ մենք իբր հայեր ենք ծնած։ Այսօր եթե որոշում ենք որ պիտի չընդունենք որ հայ ենք ծնած, ուրեմն որոշենք որ չինացի ենք եւ Չինաստան տեղափոխվենք, չինական մշակույթը ընդգրկենք մեր կյանքի մեջը եւ հբար դարձնենք եւ ոչ թե Չինաստան երթանք եւ ասենք գիտես ինչ ես Երևանի Թումանյան ճանապարհը հիշում եմ այդ այգին որ գնում էինք գերձավորություն է այս բոլորը Պարոն Փարթամյան, այսինքն դա կապ չունի սոցիալ-տնտեսական պայմանների։ Ոչ, քանի նույն հայը, որ Երևանը թողնում է, ասում է քորտ չի գա այստեղ, գալիս է Լոս Անջելես եւ $2 ժամականով ուրիշ հայաստանցին իրեն շահագործում է, օրական 14 ժամ աշխատում է, քանի որ ինքը անօրեն ծևով մտած է, շահագործում է, ընդունում է այդ իրավիճակը ապրիլա, դու ասում է հոս ազատություն կա։ Երևանի մեջ նա ազատություն կա։ Դերևս նույն չափանիշով չէ, իհարկե, քանի որ Երևանը կամ Հայաստանը 20 տարվա երկիր է, իսկ Ամերիկան արդեն 400 տարի է։ Վաղը 25 տարի հետո Երևանը դերևս հավասարաչափ Ամերիկայի որ մեկ քաղաքարի գազնի, եթե մենք ուզենանք, ժողովուրդը եթե ուզենա։ Իսկ ինչա պետք անել, որպեսզի այդ խապկանքը վերանա։ Հոսք կա մամուլի հերադեսիլի կարևորությունը։ Ես Երևան արդեն երկար ժամանակ է հոսեմ, դիտում եմ ամբողջ ծրագիրները, գերձավորությունները այդտեղ եւս կա։ Իրականչուր հերոստանգերություն, վերջիվերջո արևդուրի հաստատություն է։ Բայց այդ արևդուրի հաստատությունը, որ հանրային գտարնա, broadcast կնեն, որ հանրային ժողովուրդը ծրիապար գտնա հերադեսիլ դիտել, ժողովրդի բարդականություն ունի։ Նրա համար մենք Ամերիկայի մեջ դարբեր ցևով է, եւ որ հանրային հերոստանգերությունից չափանիշներ կա, որ պետք է հետևիս։ Հայաստանի մեջ ասում են չափանիշներ կա, բայց ամենակարևոր չափանիշը, որ կբացի Հայաստանի մեջ, ասկային դաստիարակության չափանիշն է։ Մենք Հայաստանի մեջ շատ ավելի գրոնական չափանիշներ ենք ներկայացնում, դարբեր գրոնական մտածելակերպների, քան թե որ ասկային ո՞ր մեկ դվյալ փոխանցենք։ Անցյալները օրինակի համար Ցերնագիմը գտնվեցա, որտեղ Քևոք Չավուշի 125-ամյակը կդոմվեր։ Համերգ մներ, պարապանվեցավ, խոսվեցավ, նախ վերջին երկը եկան եւ մայիսյան սովետական հաղթանակի ռուսերեն երգը երգեցին։ Կովիններուս ասի որ դուք գիտեք որ Քևոք Չավուշը ցերփակալվեցավ այդ սովետական այդ մայիսյան հաղթանակի զինվորներու գոմեն, չարչարվեցավ, փանդի մեջ դրվեցավ եւ մահացավ։ Այսինքն ինչպես կնալա որ մի բան երևի խառնում եք, Չավուշը չէ։ Գուցե Նժդեհի մաս։ Ներողություն, իսկապես ներողություն, Նժդեհն էր, շատ ողջավորված եմ։ Նժդեհի 125-ամյակն էր։ Եվ ամբողջ ցերեկ, ամբողջ համերգը նվիրված էր Նժդեհի պարապանման մեջը, վերջացան ռուսերենով ներկայացվեցավ սովետական մայիսի 9-ի հաղթանակի երգը։ Որ մեկը մյուսին հագասում է։ Ահա վասիկուկա մարդկանց խաղապարը ճշմարիտ էր, լավ էր։ Ուզում էին մի բան անեին, սովետական օրերի հայ ժողովրդի մասնակցությունը այդ պատերազմին թրական էր, չէ՞, հայ ժողովրդի համար։ Բայց երկու կոկովիչեր են, եւ ադիգա ինչ են գուկա աբասկային դաստիարակությունից։ Բայց պարոն Փարթամյան, արդյոք ձևակերպված է թե ինչ է նշանակում ազգային դաստիարակություն։ Գուցե դա մենք չգիտենք դա ինչ է, դու դրա այդ պատճառը։ Ազգային դաստիարակություն հասկացողությունը մարդ 21-րդ դարուն այդպես եղած է որ այլևս եթե չինացին ուզե հայը լա, թեկուզ իր թեղին մաշկով աչքի դարբեր չափսով կամ եթե Աֆրիկայի սևամորթը ուզե հայը լա կկարողանա հայ լինի այդ 5 տար առաջ 10 տար առաջ այդ հասկացողությունը որ շրջանի մեջ ապրողն էր այդ պատկանելության իրավունքը փոխված է քանի երկրակունքը շատ
bez դիքսածի։ Մեր բարդականությունը այն է, որ քանի որ մենք յուրահատկություն ունենք, հիմա հայերը մարդիկ գիտեն նորեն ավելոտ պագաս կխոսի։ Չէ, փաստված է որ մեր արյունի մեջ մի դարբեր բան մգա։ Նրա համար է որ այսօր ոյ մեկ քաղցկեղի արյունի քաղցկեղի հիվանդացող հայը եւ որ ուզում է իր ողնածուծի այդ փոփոխությունը գադարեն դոնոր, հա։ Նվիրադուն, իհարկե, հայերեն լեզվի մասին քիչ քիչ խոսենք։ Այդ նվիրադուն որ բիդեն տունի միան հայից կվնա ընդունի։ Ուրեմն հոտ փամ մգա, չէ՞։ Սրա վրա կալով եկեք մենք մեր անցյալի վադությունը եւ լավությունը առնենք եւ դաստիարակվենք, որ աբակա հայը ավելի ճշմարիտ է լական թե գերձավոր հայը, որ այս վերջին հազարավոր մի քանի հազար տարիները ապրում ենք իբր հայեր, բայց մեր մեջ լիքը գերձավորություններ կա։ Հիմա եթե փորձենք ամփոփել ձեր ասածը, ինչպես կարճ ձևակերպենք, ով է հայը։ Հայը այդ մարդն է, որ ինքը ընդունում է հայերեն խոսի։ Այսօր մենք ասում ենք, որ այրացավ դիմիտրիանքով ասում ենք, որ վնաս չունի հայերեն չի գիտեր, բայց հայ է։ 21-րդ դարուն այդ մեկն է գտնա ընդունվել։ Բայց նախընտրություն անենք, որ այդ մարդը, որ հայերեն չի խոսիր, ինքը հայ է, ցանկություն ունենա, որ հայերեն խոսի։ Հայը երկրակունքի վրա այդ մարդն է այսօր, ով հբարդ է իր մշակույթով եւ ոչ թե արևելքի եւ արևմուտքի մշակույթի ընթորնագության եւ գերձավորությամբ եւ հետո քանի որ մի գոբեկ պիտի աշխատի ասի որ սա է հայկականը մենք այսօր խոսում ենք արևելյան երաշտական չափանիշները հայկականի մեջ միաժամանակ արևմտյան երաշտական չափանիշները ինչպես որոշեք ասենք ինչ որ էստրադային երգիչ հայկական է թե ոչ հայկական նայեցեք մենք երկրակունքի այդ յուրահատուկ ասկերից ենք ինչպես որ քիչացի արյունով մենք մի ուրիշ հետաքրական բան ունենք մենք Գոմիլաս Վարդապետն ունեցած ենք որ եկած է իր ուսումնասիրություններով չափանիշներ ստեղծած է ասելով որ եթե այս երաշտական այս 7 չափանիշները այսպես օգտագործվին ասենք ժամանակակից երգիչներից ում եք համարում հայկական էստրադային երգիչներից կամ հայտնի չեմ գնար հիմա անվանագոչումներ գդարել քանի ամեննա անխդիր լավ բաներ են գդարած ամեննա անխդիր վատ բաներ են գդարած ոմանք իրենց վատությունը 100% է ըստ քրիստոնյան հավատքին թժող պիտեվտան առաջին թժող կացող հայերից դիլան հայ երկարվեստի մենս տիվով մարդիկ եւ ոմանք նույն այդ մարդիկը բայց յանքի մեջ մի լավ բան մնա գդարած են բայց լավին եւ վատին միջև վնասը այդքան շատ հասած է հայ ժողովրդի, որ այսօր եւ որ երեխան կգնա եւ մի երկ մտիկ կնա եւ նույնիսկ Հայաստանի մեջ ականալից եղա մշակութային ցերնակ հայ ժողովուրդը հբարդի իր քոյության, բայց երգը որ երգվի թրքերեն է թարգմանված է, բայց ոչ ոք չի իմանում թրքերեն, քանի հայ երգիչը ինքը հբարդությամբ չի գեցած եւ չի ասած որ ես աս երգը թրքերեն եմ թարգմանած։ Բայց բնական չի պարոն Փարթեմյան։ Չէ, բնական չէ։ Դարերով ապրել ենք իրար կողմ։ Ուրեմն եկեք սահմաններն վերացնենք։ Երակին թրոշակն վերացնենք, քանի որ մշակույթն է, որ մեզի բահում է։ Հայերը երկրակունքի վրա շարունակական մնացած են։ Հիմա մենք ունենք աշուղական մշակույթ։ Մերը չէ այդ մեկը։ Բայց հայերն են ստեղծել մշակույթը, մի ուրիշ սցենարի ներկա գտնվեց։ Ես քիշերները ամեն քիշեր սցենարի եւ ուզում եմ մարդիկ նույնիսկ հրավիրեն, եւ որ կովս տրամ չունենամ, ուզում եմ որ ինձ սցենարին հրավիրեմ։ Աշուղական երկի Հայաստանի անկախության 20-ամյակի Արամ Խաչատուրյան համերգասրահի մեջ Սայաթ Նովայի անվան երաշտական խմբի եւ աշուղների ցերնարգին ներկայացուցա։ Մեր ասկակրական երկերը քիչ մի շատ ավելի, թեկուզ որ հայկականա չեն, ընդօրինակած են Եվրոպայի հարավի շրջաններից, բայց աշուղական արվեստը գալիս է մեզի բարսկական մշակույթից։ Նույն փարը, սիրահար փարը, եւ շատ անգամներս նույն հատ կատակը գրած եմ, ինչու չեն կոչում սիրահար հավասի։ Ասում են ամոթ է, չես կնարեցել, բայց կարող ես ասես աշուղ հավասի, բայց աշուղ բառը ինքը արդեն սիրահարը սել է, նորեն չենք գիտեր։ Հիմա ուրեմն այդ ցերնալին եւ որ աշուղական ոճով գդարվեցավ ասկակրական երկերը։ Ես կարող հակասեմ, որովհետեւ շատ կարող է վիճենք ասում։ Թուրքերը ասում են օզան, այդ օզանը գուսանից է առաջացել եւ թուրքական պալատում մենք ամենեսաբարդը հայ գուսաններ են։ Կարևոր չէ, այսօր ազնավուրն հայ է, բայց իր դված մշակույթը հայության հետ կապ չունի։ Մենք այս բոլոր ոճերը բարսիկներից ենք արած։ Հարցը ասիգա է, աշուղական ոճի մեջը, եւ որ բարսկական թարը, դնգն է, չես կնար գնալ Հայաստանի աշխարհի մեջը, եւ որ ադիգա կդարում ես, եւ որ կամանչայով, բարսկական կամանչայով ես կդարում, հայկական չի թարնար։ Մենք, քանի որ ասլևն աշխարհի մեջը մեկը միսեն ընդօրինակում է, շատ լավ բան է, գիտարն avoy մեկ ասկի չի պատկանի։ Թեկուզ որ գիտարի ձակումը գուկա առաջին հայերից եւ փաստը ես ունեմ քիրքի մեջ իսպանական գիտարի ընկերությունը իր
դվյաներում մեջ գրած է որ մարդիկ որ գարդում են արաբներից է գալիս սխալ են քրիստոնյա հայկական քյուղերից է գալիս գիտարի ցակումը հիմա բայց ամբողջ աշխարհն է օգտագործում չէ գնմանի ասիգա մեկ նոթա է մեկ չափանիշ մնե բայց ինչպես այս ձապերը կոկովի գտնես գբատկանի մեգասկին մենք դեռ ադոր չենք համոզված մենք կարծում ենք որ եւ որ աշխարհը լատինական է մտիգանում ուրեմն հայերեն փարաբաշարով լատինական ոճի մեկ երկես հայկական գտարնա հոս է մեր սխալը աշխարհը հետաքրքրված չէ գաբիկներով որ ընդօրինակում են ուրիշների գործերը աշխարհը հետաքրքրված է յուրահատուկ մշակույթներուն այսօր Աֆրիկայի գիսամերկ կամ լրիվ մերկ մարդը որ գնում է եւ բարձրապես ուղի վրա հատուկ չափանիշներ է զարնում աշխարհը իրեն մտի գրած է բայց մենք մեր 6-8-ով աշխարհին երբեք չենք զարմացած քանի որ լիքը 6-8-եր են նվագում մարդիկ Այսինքն խնդիրը ինքնաճանաչողության մեջ է այո նախ մենք մեզի պետք է ճանաչնանք բայց պարոն Փարթամյան մյուս կողմից էլ ասենք ինչ որ կիսագրագետ էստրադային երգչի վրա այդպիսի մեծ բեր դնել է որ ինքը ճանաչի թե ազգային երաժշտությունը որն է մեր բոլոր երաժիշտները գիսակետ երաժիշտներ եղած են այսինքն նույնիսկ Սայատնովան ինքը գրթություն ստացած երաժիշտ չէ մեր աշոները գրթություն ստացած երաժիշտներ են Գոմիդասի հավաքած բոլոր կորձերը եւ որ քյուղերու մեջ բերեցավ եւ հավաքեց ոչ զարգացած երաժիշտներ են այս մեկն մեկ ուրիշ սխալն է որ մենք կատարում ենք մենք ասում ենք եթե երաժշտական գրթություն ստացած ես ուրեմն դու լավ երաժշտություն գնաս ստեղծել ոչ երաժշտական գրթությունը քեզի այսօր Հայաստանի մեջ տալիս է եվրոպական չափանիշը որն է հագարակ մեր հայկական չափանիշներին եւ այդ իսկ պատճառով նայեցեք Գոմիդաս Վարդապետը մի հոյակապ անձնավորություն մնե նա թափեց իր բոլոր ստեղծագործությունները նրանք որ ինքը գրած էր եւ որ ինքը ավելի խորացավ հայկական երաժշտական արվեստի ժողովուրդեն եկած թափեց իր գրածները ընդունելով որ ինքը սխալ էր գդարած եւ հայ ժողովրդի հայ մշակույթի հանդեպ սխալ էր գդարած թափեց մենք այսօր ինչ որ Գոմիդաս ենք կոչում նա իր հավաքածն է այդ ժողովրդից եւ ով էր ժողովուրդը փամվորն էր անիշ որ սովետական միության ժամանակ ասում են փամվորական երաժշտություն որ գոչվում է ռաբիզ նույն Գոմիդաս Վարդապետը հավաքեց նույն այդ երկերը բայց նախասովետական միաժամանակի հայկական բոլոր քյուղերից այդ մշակը որ նստած էր հողն էր մշակում նա գրթված մարդ չէր ռաբիս ասելը ուրիշ բան ենք հասկանում նորեն նայեցեք սկացումներով եք ռաբիկի երգը չենք հասկանում հա բայց ռաբիզի հասկացողությունը ռուսերեն բարի փոխանցումը կորձավորի երգն է այդ մշակը որ հողի մեջ է նստած ինքը մշակում էր ինքը նույն կորձավորն է բայց այդ ժամանակ սովետական միություն չի գար ռուսական գրթություն չի գար ռուսական չափանիշ չի գար հիմա սկացումները հիմա մարդիկ զայրացած են ասխոսքերուսը բայց եւ որ սկացումներով մոդենաս կզայրանաս բայց եւ որ դրամանություն գտնես կանտրատավնաս որ Գոմիդասի հավաքածը փամվորի երկն էր որ հավաքեց իհարկե ինքը իր ուսումնասիրության մեջ չափանիշներ է դրած հոգևորը մշակինը եւ այլն Պարոն Փարթամյան բայց այդ որ մենք զտում ենք այդպես ազգայինը դա մի քիչ արհեստական տարիր մեջ չունի որովհետեւ երբեք էլ այդպես զտված չի եղել ազգայինը միշտ էլ ազդեցություններով է եղել միշտ էլ դգար ժամանակ այո բայց հզոր ժամանակ ուրիշները մեզնեն ընդօրինակած են ես մի օր քիրք մցերքս անցավ սովորություն ունեմ քրատարաններ որ այցելեմ միշտ օդար քիրքեր որ անեմ վերջին եջերը գնայեմ եթե Արմենիա փարը գա ամեն հատ քիրքը գտնեմ Լոս Անջելեսի մեջ քիրքի հավաка թեգուց չի գարտամ ուրեմն գնչուներու քիրք մկը դա ասում է թաղեցեք ինձի ոդկի գեցած գնչուներու բամություններ ուրեմն գնչուները եւ որ արևելքին դուրս ելած են իրենց միակ դեղը որ պաշտպանված են բամության մեջ եւ չեն հալածված եղած է Հայաստան հաստատված են երկար ժամանակ եւ նրանից հետո բաժնված են թեպի Աֆրիկա եւ թեպի Եվրոպա նրանց բոլոր ճանապարհը եկած է Հայաստանեն ուրեմն իրենց ռումի լեզվի մեջ լեցուն հայերեն բարեր գոյություն ունի դա հնդեվրոպական չէ հնդեվրոպական չէ ուրեմն մենք ուժերն էինք իրենք տգարներն էին Սա մեր բամության մեջ յուրահատուկ օրեր եղած են, բայց մեր բամության մեջ մենք միշտ քանի որ արևելք եւ արևմուտք ենք նայում եւ կարծում ենք որ նրանք մեզ ավելի լավ են, մենք չենք անդրադառնում որ մենք կետրոնն ենք, սկսած ենք ընդօրինակել։ Այսօր Հայաստանի մեջ մեծ ավելի վտանգ կա եւ մեր հայ ժողովուրդը հազարավոր տարիներ գոյություն ունեցած է իր մշակույթը, շիդակ մշակույթը պաշտպանելով։ Այսօր եւ որ լեզվական մեծ հարց կա Հայաստանի մեջ, կոնկրետներով, ադապտացիաներով, ինտոնացիաներով
Սա հայ ասկի վերջը այս պիտի բերե։ Մեր սահմանները բաշարված են, մեր բանակը հզոր է։ Ոչ մեկը մեզի չի գնար վերացնել երկրակունթի վրա քաղաքական կամ զինվորական իրավիճակով։ Մեզի արդեն փտտելու իրավիճակի են հասուցած մշակութային առումով։ Այսօր հայաստանյան գայքեչներու մեջ թարգմանչական գայքեչներու մեջ քննավոր մեկդեղ association անգլերեն parity, անգլերենի հայերեն թարգմանություն, քեզի պատասխանում է ասոսիացիա։ Քանի որ չի գիտեր որ ընկերակցությունը հայերեն բառ է, որ մեզի եկած է մեզի հայերեն նվիրած ասկեն 1600-1700 տարի առաջ քրագանությամբ ամեն ինչով, ուրեմն մենք գցում ենք ընկերակցություն բառը եւ հբարդությամբ ասում ենք որ ասինչ բանի ասոսիացիան։ Սա մեզի բաժար գտանա որ սրանից 100 տարի հետ մի ցեղը կոյություն ունենա դարբեր լեզվով, որ ոչ մեկը չհասկանա Սևագի, Շիրազի, Նարեգի կամ բացմության մեկ ոչ մեկ ուրիշ հայերեն քրողի, ինչպես որ ես երթուն այսօր քրապարը չենք հասկանում, չէ՞։ Դե ես մի քիչ հասկանում եմ, պարոն Փարթամյան։ Դուք հատուկ կացած ուսումնասիրած եք արի։ Փաստորեն ուրեմն խնդիրը ազդեցություններին չտրվելն է։ Բայց հնարավոր է արդյոք ներկա դարում, երբ ուրեմն տեղեկատվական տեխնոլոգիաներ կան եւ այլն, չտրվել ազդեցությունների։ Եվ ավելին ասեմ, հայ մարդը երբ հայտնվում է ինչ-որ երկրում, սկսում դառնում է այդ երկրի այսպես շատ հավատարիմ, օրինապաշտ քաղաքացին։ Այսինքն այդ ազդեցությունը միանգամից վերցնում է։ Հիմա հայաստանյան փարաբաշարը պիտի օգտագործեմ, որ այստեղ ամենաչի սիրած բանը է Հայաստանի մեջ, բայց պիտի օգտագործեմ, քանի ես միշտ սիրում եմ հագարակ ցևով մոդենալ։ Հայաստանի մեջ մարդիկ միշտ այս գայանալու հասկացողություն ունեն։ Արդյոք ես գայացած եմ կամ ոչ։ Եվ գայանալու չափանիշը իր ինքնաշարժն է եւ ոչ թե ավտոմեքենան, իր նյութական չափանիշն է։ Եվ որ գայացած մարդ չես, ուրիշ մեկը քուվրատ կրնա աստել։ Հայը այսօր մորանում է որ ինքը ունի կարողություն առանց դուրս նայելու գայանալու։ Ասեցի, չէ, չեմ սիրում ասպարը օգտագործեմ, բայց օգտագործեմ որ մարդիկ հասկանան։ Եվ որ հայը կանցրատարնա որ ինքը գայացած է իբր մարդ նախ։ Երկրորդ երկրակունթի վրա իրեն յուրահատուկ իրավունք տրված հայ գոչումի։ Այն ժամանակ ոչ մեկ ուրիշի ասեցության չի դար։ Այսօր Երևանի մեջ մարդիկ խոսում են իրար հետ անգլերեն են օգտագործում եւ ոչ թե ռուսերեն, չէ՞։ Ֆիքսավորել, ես շատ եմ լսած ծրագիրներում մեջ, ֆիքսավորել բառը։ Հոյակապ հայերեն հաստատել բառը գա։ Ես այսօր ուզում եմ հաստատել, որ այս իրավիճակը գա։ Ասում են, մենք ուզում ենք ֆիքսավորել այսօր, եթե այս իրավիճակը գոյություն ունի։ Սա չի գայանալու պատճառն է, քանի որ ինքը հբարտ չէ ով է ինքը։ Նրա համար ինքը որոնում է գնում է Չինաստանի անգույնները աղբահավաք է լինում, որ ոչ ոք իրեն չտեսնա, որ իր չի գայացած իրավիճակի մեջ ինքը աղբահավաք է։ Ես հասկանում եմ, պարոն Փարթամյան, որ դուք այսպես հզոր Հայաստանի լավ ապագայի մի մեծ տեսիլք ունեք, բայց ինչի՞ց է պետք սկսել այդ տեսիլքի իրագործումը։ Ինչպես որ ես ամեն ինչ Ամերիկա թողեցի, եւ Ամերիկայի իմ ծրագիրս ոչ մեկ հայկական չափանիշի ավելի բարձր ծրագիր մտածած էր։ Այսօր թեկուզ Ամերիկայի մեջի Ամերիկայի լավագույն ծրագիրները իմ ժամին հայկական միջավայրերու մեջ 4-5-րդ տեղ կգրավեին։ Թումբիդի ընդունիս։ Ես այսօր Հայաստան եկած եմ ոչինչով։ Մարդիկ ասում են, հա, դուրս աշխատած փողես վերացնած գնա, ոչինչով եմ եկած Հայաստան։ Եվ այս վարկանին ոչինչ ունիմ։ Միակ բանը որ ունիմն է իմ հբարդությունը։ Թե ես Ստեփան Փարթամյանն եմ եւ որ ես ջամփան գկալեմ իմ ոչինչով ես հբարդ մարդ եմ իմ հայկականությամբ եւ իմ Հայաստանի մեջ այդ ժամանակ կարող ենք սկսել այդ մեր բոլոր հիմակվար առասպելները որ պատմում ենք մեր ստեղծել նոր առասպելներ որ մեր թորնիկները մեր ձորերը նույնչափ հբարդ լան մեզմով եւ մեր Հայաստանով Շնորհակալություն պարոն Փարթամյան հիշեցնեմ Առնյուս հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք Սուր հարցեր հաղորդաշարը այսօրվա մեր Ներ Ստեփան Փարթամյանը հուսանք որ ի վերջո բոլոր սփյուռք հայերն էլ կվերադառնան Հայաստան կհանդիպենք վաղը